Բարև բոլորին, ես Էլենն եմ, իսկ այս վիդեոն լինելու է հայ ու ամերիկացի ուսուցիչների տարբերությունների մասին։ Վիդեոյում ես ներկայացնելու եմ տարբեր իրավիճակներ ու թե նույն իրավիճակում ինչպես է վարվում ամերիկացի ուսուցիչն ու հայ ուսուցիչը իմ պատկերացմամբ։ Վիդեոն կրում է բացառապես հումորային բնույթ։ Ամերիկացի ուսուցիչը, երբ երեխաներից մեկը տխուր է։ Hi babies, ինչպե՞ս եք։ Ջոն, ինչու ես տխուր։ Տխուր չեմ։ Մի ստիր, ես տեսնում եմ, որ ինչ-որ բան քո հետ այն չէ։ Այս վերջերս անգամ տնայինները չես կատարում։ Ինչ ա եղել։ Խնդրում եմ արի, նստի ու կարող ես ամեն ինչ ինձ պատմել ու վստահել։ Չէ՞ որ ես ձեր ավագ ընկերն եմ, չէ՞ երեխաներ։ Հայ ուսուցիչը, երբ երեխաներից մեկը տխուր է։ Գեղա։ Էդ ինչ ես թթված դեմքով նստել։ Մեկը տեսնի կմտածի պարտքերի, հարկերի, վարկերի մեջ թաղված ես, ամբողջ ընտանիքի հոգսը վզի տա։ Թեսը դուք ձեր տարիքում ինչ ունեք մտածելու։ Դաս արեք, դաս։ Ամբողջ օրը տենց թթված ոչ մի բան չես անում։ Քառորդդ ինչ պետք է փակեմ, տղա ջան։ Ոյ քեզ բան։ Ինձ չի հետաքրքրում ձեր տանը ինչ է կատարվում։ Ինձ դա մի ասա, քո պարտականությունը դաս անելն է։ Ոյ քեզ բան։ Այդ պակաս ձեր ընտանիքների հոգսերն էլ բերեք դրեք վզիս, այսքան գրավորների հետ մի հատ եմ դրա մասին մտածեմ։ Ամերիկացի ուսուցչի արձագանքը, երբ աղջիկներից մեկը ոճափոխություն է արել։ Աննա, Oh my God, ինչ գեղեցիկ է քո վարդագույն մազերը, նոր ես ներկել, շատ ասազում, շատ գեղեցիկ է։ Լիաննա, քո եղունգները ինչպիսի շիլակ, շատ գեղեցիկ է։ Հայ ուսուցչի արձագանքը։ Լիաննա, այս մազերդ ներկել ես, մայրդ տեսել է։ Աղջիկ ջան, նման տեսքով կգնաս ակումբ։ Սա կրթօջախ է, մենք այստեղ դաս ենք սովորում։ Բա սրա եղունգները, երկարությունը 7 մետրանոց եղունգներով դասի են գալիս։ Աստված։ Վաղը այս վիճակը չտեսնեմ։ Ամերիկացի ուսուցչի բարեկամի երեխան։ Oh no, Սիլվի, դու դասին լավ չես պատրաստվել։ Դրա համար ես քեզ հիմա կնշանակեմ 3 ծաղիկ։ Պարզա, հաջորդ անգամ լավ կպատրաստվես կգաս։ Օ, Սիլվի աղջիկս մի լացիր։ Եթե դու իմ քրոջ աղջիկն ես, դա դեռ չի նշանակում, որ ես քեզ պետք է մյուսներից վեր դասեմ։ Չի կարելի այդպես վարվել։ Ուսուցիչը պետք է միշտ արդար լինի։ Այսօր 3 ծաղիկ ես ստացել, վաղը կստանաս 5։ Հայ ուսուցչի բարեկամի երեխան։ Ով է դաս պատասխան, Արմենչիկս, ես գիտեմ, որ դու միշտ պատրաստ ես բալես։ Ճիշտ է, դու իմ քրոջ թոռն ես, բայց ես երեխեքի միջև տարբերություն չեմ դնում։ Մենակ այն գիտեմ, որ դու գերազանցիկ ես, ոնց որ ես։ Դե քրոջս թոռն է, ոնց կարա գերազանցիկ չլինի։ Բալես, ասա 3 անգամ 5, ինչ է անում։ 20։ Բալես, մի քիչ ուշադիր, 3 անգամ 5։ Հա, 15։ Ապրես, 9 եմ դնում։ Ամերիկացի ուսուցիչը, երբ գրավորի մեջ սխալներ է արել։ 3 ձեր մեյլով ուղարկած գրավորներն էի ստուգում, երբ բավականին դժգոհ եմ։ Մայք, դու 6 սխալ էիր արել։ Մի լացիր տղաս, սխալվելը լրիվ նորմալ է։ Հիմա մենք դասարանում միասին կքննարկենք, թե դու ինչ սխալներ ես արել, որպեսզի սովորես ու մյուս անգամ չանես նույն սխալները, լավ։ Պետք է միշտ հիշեք, որ սխալվելը նորմալ է։ Ուղղակի պետք է կարողանաք ձեր սխալներից դասեր քաղել ու այլևս չանել նույն սխալները, լավ։ Հայ ուսուցիչը, երբ գրավորի մեջ սխալ է արել։ 3 ձեր գրավորներն էի ստուգում ու մեղմ ասած գոհ չեմ, շատ դժգոհ եմ։ Անդրանիկ, այդ տուպոյ, տնորենը քառակուսի ոյով ա գրվում։ Աստված,
Ես այսքան ձեզ բացատրեմ ու դուք նույն սխալը 10 անգամ անեք։ Աստված, չի, ես ես դասարանի ձեռը չեմ դիմանա։ Հենց հիմա կգնամ տնօրենի մոտ ու կհրաժարվեմ ձեր դասարանից։ Ես էլ ներվեր չունեմ ձեր նման։ Ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք սովորեք, ես էլ ոչ մի բան ձեզ չեմ բացատրելու։ Աստված, տնօրենը քառակուսի ոյով, ով ա տեսել նման բան։ Ամերիկացի ուսուցիչը, երբ դասի ժամին երեխաները խոսում են։ Այո, եւ հենց այդ երեխաներ, ինչի մասին եք զրուցում։ Եկեք միասին զրուցենք, գուցե ինչ-որ հետաքրքիր բան ա ու մենք կարող ենք այդ թեմայի շուրջ ինչ-որ նոր բաներ սովորել։ Օ, շատ լավ է, դուք զրուցում էիք բնությունը պահպանելու մասին։ Հիասքանչ է։ Հիմա մենք միասին կքննարկենք, թե ինչպես պահպանենք բնությունը։ Հայ ուսուցիչը, երբ դասին խոսում են։ Արմինե, աղջիկ, կարող եք ես էստեղ նստած ձեզ խանգարում եմ, հա։ Ասма չէ։ Միգուցե լռես, ես էստեղ դաս բացատրեմ։ Այս դաստիարակություն։ Ամբողջ օրը միայն չաչանակի նման երկուսով նստած ինչ-որ բան խոսեք։ Ինչ եք խոսում։ Հենց հիմա դուրս կհանեմ դասարանից։ Հենց հիմա մի հատ էլ ձեր ձայնը լսել եմ։ Ամերիկացի ուսուցիչը, երբ դասին մեկ բացակա կա։ Եկեք ներկա բացակա անենք։ Տեսնում եմ մեկ բացակա ունենք, հա։ Ջեսիկան բացակա է, ինչու։ Ճիշտ է, նա երեկ ինձ զանգել էր ու ասեց, որ հիվանդացել է, չի կարող այսօր գալ դասի։ Երեխաներ, առաջարկում եմ բոլորով հավաքվենք ու գնանք Ջեսիկայի տուն։ Նրան հիվանդատես, ինչ կասեք։ Համ Ջեսիկային կտեսնենք, համ դուք նրան կպատմեք, թե այսօրվա ընթացքում ինչ եք սովորել, որպեսզի նա էլ հետ չմնա դասերից։ Ինչ կասեք։ Հայ ուսուցիչը, երբ դասին մեկ բացակա կա։ Լենա Համբարձումյան ներկայա։ Ինչի չի եկել։ Ահ, հիվանդը։ Էդքի որ մեկս ենք առողջ։ Վիրուսի սեզոնա, թող մի քիչ տակ հագնվեր, գար դասի։ Ոյ քեզ բան, էդ ես կարամ, հա 3 ամիս տուբերկուլյոզով հիվանդ, ես հազալով մի կերպ տանջվելով գալիս եմ դասի, որ ձեզ դաս բացատրեմ, իսկ այդ Լենանով դառա, որ մի հատ ինչ թե մրսելա, մնացել ա տանը ու չի եկել դասի, հա։ Էդ ես կգամ, ինքը չի գա, հա, իրան կարելի ա։ Դե հենց հիմա բացակաները կդնեմ։ Դե ինչ, այսօրվա իմ պատրաստած վիդեոն այսքանն էր։ Եթե ձեզ դուր եկավ, մի մոռացեք լայքել ու բաժանորդագրվել իմ ալիքին։ Հա ու մեկ էլ կոմենտներում մի մոռացեք գրել, թե ինչ վիդեո կցանկանաք տեսնել հաջորդ անգամ։ Դե ինչ, մինչ նոր հանդիպում։